Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Դե ինչ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա Արարատ ցեմենտ փակbaşնետիրական ընկերությունը հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը։ Հիշեցնենք, որ 23 թվականի հոկտեմբերի 9-ին գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանին եւ նրան փոխկապակցված անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին։ Հայցադիմումով որպես ապօրինի ծագում ունեցող գույք ի թիվս այլնի պահանջվում էր հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Արարատ ցեմենտ փակbaşնետիրական ընկերության բաժնետոմսերը։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակներում 26 թվականի հուլիսի 13-ին գլխավոր դատախազության կողմից հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն, Արարատ ցեմենտ փակbaşնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ։ Դատարանի 26 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ ներկայացված միջնորդությունը բավարարվել է։ Արարատ ցեմենտ փակbaşնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարումը ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը։ Հարգելի Արարատ ցեմենտի աշխատակիցներ, որ դուրս եք, այսինքն ձեզանից շատերին համոզել էին դուրս էին բերել հասցրել կառավարության շենքի մոտ, ավել պակաս բաներ էին խոսում որոշները, ովքեր որ ավելի շատ այո, հենց ԲՀԿ-ից են ու նրանց խնդիրը ոչ թե ձեր շահերը պաշտպանելն էր, այլ ձեր ներկայությունը հօգուտ իրենց կիրառելը կառավարության շենքի մոտ։ Տեսնում եք, որ ասում ենք հանգիստ ձեր աշխատանքին դուք գնացեք, միևնույնն է կառավարությունը դա ձեր գործունեությունը չի անտեսելու։ Ես չգիտեմ, սա մշտապես իմացեք, դա հիբրիդային պատերազմի զոհ եք դառնում դուք, երբ ձեր մեջ փորձում են արհեստականորեն ներարկել, իսկ դրա արհեստականությունը դուք չեք հասկանա, ներարկել կառավարության, պետական մարմինների, նախարարությունների հանդեպ անվստահություն անհիմն, առանց հիմնավորելու։ Այո, պետական շատ մարմիններ երբեմն ծուլություն դրսևորում են, երբեմն անուշադրություն դրսևորում են, երբեմն սխալվում են անգամ, արդարացիորեն թեկուզ, լինում է այդպիսի բաներ, բայց դա ընդամենը աշխատանքային պրոցեսի արդյունքն է, ոչ թե ժողովրդի դեմ կիրառվող հատուկ չգիտեմ ինչ գործողություն, նման բան չի կարող լինել։ Եթե նման բան անելու ցանկություն ունենային, վստահ եղեք, այս ընտրությունները ամբողջովին այլ պատկեր կունենան։ Ուստի, երբ որ ձեզ փորձում են համոզել, խաբել, ձեր մեջ ներարկել անվստահություն պետության պետական մարմինների վրա, ուրեմն իմացեք, այդտեղ հենց այդ ասողը ինչ որ օգուտ ունի։ Փորձեք խորամուխ լինել։ Եվ որոշ աշխատակիցների, ովքեր որ կազմակերպում էին այս ամեն ինչը, այո, ես կողմ եմ, որպեսզի նրանց հեռացնեն, ինչպես որ պղնձալ մոլիբդենայինում այնտեղ, երբ որ պետական բանին էր հանձնվում բաժնետոմսերի մի մասը, շատերը դուրս եկան հիստերիկություն անելու, դուրս եկողները աշխատակիցները մի կողմ, բայց այդ դրա կազմակերպիչները հեռացվեցին աշխատանքից ու մինչև հիմա խնդրում են, որ վերադառնան աշխատանքի։ Մինչև հիմա համաձայն են աշխատեն, բայց իրենք գիտեն, թե պետության դեմ դրանով դուրս գալով կարող են ինչ-որ հարցեր լուծել։ Ու այսօրվա դրությամբ մենք տեսնում ենք, թե պղնձամոլեբդանայինը ինչպիսի հարկեր է մուծում պետությանը եւ ինչպիսի հարկեր էր մուծում ժամանակին։ Ու կարելի է գումարել, հանել, հաշվարկել շատ պարզ պրիմիտիվ մաթեմատիկայի արդյունքում, թե ինչքան վնաս է տվել մեր պետությանը։ Իսկ այսօր ինչքան օգուտ է տալիս մեր պետությանը։ Նույնը Արարատ ցեմենտի պարագայում ես չեմ կասկածում, որ առաջիկայում շատ լուրջ թվեր ենք լսելու, թե այլ ինչ հանցագործություններ են եղել այնտեղ։ Դուք աշխատողներն եք, սովորական շարքային աշխատողները, զբաղվեք ձեր աշխատանքով։ Դուք տեղյակ չեք։ Տեղյակ կլինեք, հանգիստ եղեք, ժամանակի հետ ամեն ինչն էլ կբերեն, ցույց կտան, կասեն, շատ հաշվետու իշխանություններ կան։ Եվ հեչ իզուր չեք ձեր, եթե եղել են ձեր մեջ ձայն տվողներ իշխանությանը, իզուր չեք տվել, հանգիստ եղեք։ Եթե կան այլ հարցերում քննադատելու բաներ, դրանք ուրիշ խոսակցություններ են, բայց այս իմաստով, գիտեք ինչ, մեր պետության մեջ արտոնյալներ չպիտի լինեն։ Ու այդ մենք պիտի թույլ չտանք, որպեսզի մեկը ստվերում փորձի իրան լավ զգալ։ Հենց հիմիկվա դրությամբ
բացի Արարատ ցեմենտը, այդ չհաշված հայցադիմումով պահանջվում է Գագիկ Ծառուկյանից բռնագանձել, դուք ապօրինի գույքերի չափը նայեք, 75 անշարժ գույք, 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան քաղաքում, 42 տրանսպորտային միջոց, 38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են Multigroup կոնցեռնը ՍՊԸ-ն, Multi Ավտոտրանսը ՍՊԸ-ն, Օնիրա Club-ը ՍՊԸ եւ այլ իրավաբանական անձինք, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ, որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը եւ ծախսը, ինչպես նաեւ տրված փոխառությունները, զիջված պահանջի իրավունքը եւ 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք։ Գիտեք, Քավլիցի, ես չեմ ասում, թե Հայաստանում չպիտի լինի այնպիսի մեծահարուստ, ով ունենա 75 անշարժ գույք, բացարձակ։ Ոչ, ես ուզում եմ մեր պետությունը լինի այնքան զարգացած ու այնքան բիզնեսը լինի այնքան ազատ, որ մարդիկ բիզնեսով, մաքուր աշխատելով հասնեն նրան, որ 75 չէ 200 անշարժ գույք թող ունենան։ Իմ խնդիրը բացարձակ այդտեղ չի։ Ես չեմ ասում, ոնց 70, եթե մարդը կարողացել է լավ, ասենք ճիշտ աշխատել, ժամանակակից բիզնեսում հնարավոր է, այո, հասնել այդպիսի արդյունքների։ Այսօր աշխարհում կա առաջի տրիլիոնատերը, ոչ թե միլիարդատերը, այլ տրիլիոնատերը։ Ով իր գիտությունը զարգացնելով, իր ճիշտ մենեջմենտով, մյուսով բերել հասցրել է այդ կարողությանը։ Հասկանում եք, այսինքն հարցը դրանում չի, հարցը դրա օրինականության մեջ է։ Իսկ ապօրինի, գիտեք ինչ է նշանակում։ Ապօրինի նշանակում է, որ սա գողացված է բոլորիցս։ Արարատ ցեմենտի աշխատողից սկսած, Գնել Սարգսյանով, Քոչարյան Ռոբերտով, տո Արման Աբովյանն էլ ներառյալ։ Բոլորիցս մեր պետությունից սա գողացված է 105 միլիարդ դրամ, սա ապօրինին, ոչ թե ինչ ունի։ Սա հաստատված ապօրինին, ընդ որում կան բաներ, որոնք որ դարձյալ հնարավոր է իրեն են պատկանում, բայց իրավական իմաստով չեն հիմնավորվում, հա? Սա այն ինչը որ պատկանում է իրան։ Ու ապօրինի է ձեռք բերված, ոնց ասեմ, ձեր բոլորի լավ կյանքի հաշվին է ձեռք բերված։ Դե դուրս եկեք սատարեք ու պաշտպանեք, ասեք լավ է արել մեզանից գողացել է։ Դե տարեք ձեր տունը նույնպես նվեր տվեք իրան, կամ սրանց նմաններին։ 105 միլիարդ, այս աղքատ երկրում, այո, որ ընտրություն, դե գիտեք, վատ եք ապրում ժողովուրդ ջան, վատ ենք ապրում, որովհետև մենք նավթ չունենք, գազ չունենք, մենք աղքատ երկիր ենք, պիտի յոլա գնանք, բա ինչ անենք, բա չենք կարող թոշակ բարձրացնել, բա չենք կարող ձեր առողջության մասին հոգալ, բա չենք կարող դպրոց մանկապարտեզ կառուցել, չենք կարող ճանապարհներ կառուցել, չենք կարող չգիտեմ բանակ զինել, որովհետև մենք աղքատ երկիր ենք, բա ինչ անենք, ստիպված միանում ենք Ռուսաստանին, որ մեկը մեզ տեր կանգնի, եւ մեկը նայես մեկը 105 միլիարդ դրամ մենակ ապօրինի գումարը, 75-ը անշարժգույք 57-ը Երևանում, ես վստահ եմ այդ 57-ից ոչ մեկ Բանգլադեշում չի, բոլորն էլ կենտրոնում են լինելու, այսինքն մինիմում արժեքը $250,000։ Բազմապատկեք թիվը տեսեք ինչ է ստացվում, քանի միլիոնի դոլարի թիվը։ Ու այսօր դուրս են եկել, բա մեր հայրենիքը, Աշկովս ընկավ Արման Աբովյանը, բանա, հարցազրույց է տալիս, եթե չեմ սխալվում, Սաթիկին, չնայստայելում պիտի հարցազրույց տա։ Ու հուզված, այսպեսի մի բան ասում, ասում, գիտեք, մի օր ես Ծառուկյանին հարցրեցի, ես նրան ասացի, պարոն Ծառուկյան, չէ, պարոն Ծառուկյան չէ, անուն հայրանունով, իչով ընդ որում, Օվիչով, այսինքն ռուսական սիստեմով, անուն հայրանունով։ Ասեցի Նիկոլայիչ կարծեմ, հա, Գագիկ Նիկոլայիչ, այս ինչ դիմելու ձև է, էլի, այս ինչ դիմելու ձև է, հայերենով անուն հայրանունով չեն դիմում, ու շատերն էլ կան հիմա, փորձում են ուղղել, ասենք օրինակ, հա, այս պարագայում հայերենով կլիներ Գագիկ Նիկոլայի, ու տենց են, ոչ,
Հայերենում հայրանունով չեն դիմում, հայերենում դիմում են ազգանունով, ու դա ունի կոնկրետ իր բացատրությունը, որովհետև եթե սլավոնական աշխարհում, հատկապես Ռուսաստանում, պիտի հայրանունով ասեին, որ իմանային ես ինչ անձնավորությունը որ մեկից է կոնկրետ ծամվե, որ մեկի տեղ են կարա լինի, որովհետև ընդեղով ասես կարա լիներ հերը։ Մեր ազգային ավանդական ընտանիքների պես չէր կարող լինել, դու ներկայացնում էիր տոհմը։ Ինչև է, ասում եմ մի օր ասացի Գագիկ Նիկոլայիչ, բանա, ախր դուք ամեն ինչ ունեք, էլի, ինչ պետք է ունեք, ինչի համար եք, բանա, փորձում մտնել քաղաքականություն, ինչների տա էլի պետք, Օսմանակ շրջվեց ու գիտեք ինչ ասեց, Սաթիկ ասում է, ինչ, մենք ասում է, ասաց, ախր ես շատ եմ սիրում մեր երկիրը, հետո ես թվաց կշարունակի, պարզվեց, վերջացավ պատմությունը, հիմա շշված նստել եմ, ով իր երկիրը սիրում է քաղաքականությամբ պիտի զբաղվի, եթե չես զբաղվում քաղաքականությամբ, ոնց որ թե այդքան էլ չես սիրում քո երկիրը, այս ինչ տրամաբանություն է, սա մեկ, երկրորդ, հիմի կարդում եմ, այս մարդը, մեր երկրում, կարողացել է 105 միլիարդ փող գողնա, 75 անշարժ գույք կողքից ձեռք բերի, սա ապօրինի ճանապարհներով, 10 բան, շուկայական արժեքի գույք, 77-ը որոնցից գտնվում են բանում Երևանում, 42 տրանսպորտային միջոց, 38 իրավաբանական անձանցում մասնակցություն, ու այս ամեն ինչը կարողացել է անել ապօրինի, բնական է որ կսիրի, կներեք, եթե կա մի երկիր, որտեղ դու կարող ես, ինչ որտեղ շուստրություններ անելով գողանալ միլիարդներ, բնական է կսիրես այդ սիրելը որն է, չգիտե ուշքդ կարող է գնա այդ երկրի համար, դու չես տա որևիցե մեկը բացասական իմաստով այդ երկրի անունը օգտագործի, տվել է քեզ հնարավորություն ապօրինի հարստանալու, բայց իհարկե կսիրես, իսկ որ պահից կարելի է չսիրել իրենց պարագայում, այն պահից երբ որ դու արդեն վերջ ոչինչ չունես, Եվ մեր պետությունը, այո, կարողացել է կեղտոտել մարդկանց, գիտեք, ես չեմ կարծում, թե Ծառուկյանը մարդկային առումով, սպորտսմեն տղա եղել, ընդ որում մեդալներ ա բերել Հայաստան, ծափահարել ենք, ուրախացել ենք, ենել են տարիներին, կեղտոտել են այս մարդկանց, դարձրել են իրենցից մեկը, թույլ են տվել այսենց ապօրինություններ, որպեսզի կարողանան կառավարել, այո, սա հենց Ռուսաստանի, կներեք, ես գիտեք, շատ չեմ սիրում այդ ձևակերպումների մեջ մտնել, բայց մի ժամանակ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, սա հատուկ ծառայությունների իրական գործելավոճն է, ընտրել մարդկանց, փչացնել նրանց, մտցնել ապօրինության դաշտ, ագահության սինդրոմը շարժել մեջը, թույլ տալ ապօրինի հարստանալ, ու հետո կառավարեն նրանց իրենց օգտին, որովհետև դա ապօրինություններ կան, երբ որ էլ պետք չի լինի, կթողնեն, հանգիստ եղեք, այդ է պատճառը, որ նաև Ծառուկյանը չէր կարող հրաժարվել Լուկաշենկոյի ընկերությունից, ոնց հրաժարվեր, ինչ հայրենիք, մի րոպե, բա ունեցվածքը, այս միլիարդներս բա, ինչ անենք Լուկաշենկոն Արցախում բանա սատարել է Ադրբեջանին, հայքեզ բան, ինքը իմ ընկերն է, ժողովուրդ, ինչ անենք, եկեք, մոռացեք դա, իմացեք չի եղել, մեր միակ թշնամին թուրքն է, ու սենց մարդկանց ուղեղները լվանալով առաջ են գնում, իհարկե արդեն էլ ոնց որ այս պարագայում կոնկրետ առաջ գնալու տեղ չկա, բայց այնուամենայնիվ Սա ինչ է, սա այո, երբ որ կարդում ես մի քիչ բարդ անկալել է այդ ամբողջը, ասենք, մի տեղ դրած, էլի, բայց սա եղել է մեր
իրական կյանքը։ Մենք ապրել ենք այդ իրականության մեջ։ Երբ որ ստեղից այս միլիարդներն էին գողանում, Լիսկան ուրիշ միլիարդներ էր գողանում, Վարդանիկը ուրիշ միլիարդներ էր գողանում, այն մյուսը, բոլորը գողա։ Դրա համար կոչվում էր գողապետություն։ Քրքրում էին պետությունը, քրքրում էին։ Բնական է, որ այս ամեն ինչի մեջ չէր կարող բանակ հզորանալ, տնտեսություն հզորանալ, արտաքին հարաբերությունները ուժեղանային կապերը։ Բնական է, որ այս ամեն ինչի արդյունքում դու պիտի հայտնվեր մի հատիկ պետության զամբյուղում։ Բնական է, ով է քեզ լուրջ վերաբերվողը։ Եթե ոչ միայն Ռուսաստանը։ Եվ բնական է, որ պիտի այս ամեն ինչից հետո Լուկաշենկոն նստել ասել իսկ հայերը ում են պետք բացի մեզնից։ Այդ լեզուն նրա բերանը դրել են սրանք։ Սրանք մեզ ներկայացնողն են եղել, ու դուք տեսեք մեզ, ժողովուրդ ջան, աշխարհում ոնց են ընկալել, էլի, ասել են հետով են այդ դեբիլները։ Հետով են այդ հիմարները, որ թույլ են տալիս, որ իրանց երկիր այսպես կեղեքեն որոշներ։ Ուրեմն ժողովուրդը ավելի ապուշ է։ Այս գնահատականն ենք ունեցել մեր հանդեպ, որովհետև մենք եղել ենք այն ժողովուրդը, ով թույլ է տալիս նման բան։ Օրինակ, այսօր աշխարհում, օրինակ, ինչի ռուս ժողովրդին չեն ընդունում շատ երկրներում, ասում են դավայ ելեք ստեղից, մեր մոտ չգաք։ Ինչի համար չեն ընդունում։ Չեն համարում, որովհետև նորմալ, ասում են դուք աննորմալ եք, դուք չգիտեմ ինչ եք, դուք թույլ եք տալիս, որ ձեր երեխաներին մեկը ապորինի նստած մեկը տանի կոտորելու։ Դուք չեք կարողանում պահպանել, չէ՞ որ եթե ընտրություններ են, լեգիտիմությունը դրանում է կայանում, որ եթե ընտրել ես, դու պիտի պահանջատեր լինես, որ կատարեն նախընտրական խոստումները։ Չէ, եթե դու թույլ ես տվել, որ նստեն քո ուսերին, քեզանից թալանել են, դու հաշվետվություն չես պահանջել, քեզ որևիցե մեկը հաշվետու չի եղել, ուրեմն դու քեզանից ոչինչ չես ներկայացնում։ Իսկ քո երկրում քեզնից ոչինչ չես ներկայացնում, ոնց կարող ես ինչ-որ մի երկրում խոսել իրավունքներից։ Ահա, այս վերաբերմունքը տարածված է եղել բոլորիս վրա։ Որովհետև ունեցել ենք Քոչարյանի նման նախագահ, ունեցել ենք Սերժի նման նախագահ, ունեցել ենք այսպիսի օլիգարխներ, ովքեր որ պիտի ներկայանային հետո բարերարներ։ Նույնը Սամվել Կարապետյանի պարագայում։ Ոնց էր, հեծը մինչև այդ ինչ էին անում, հենց հեծը բանարվեց, պետականացվեց, այդ ճանապարհին, մեկ էլ նայում ես, դե ժամանակ այն էլա, չէ՞ ժամանակավոր պահպանման տված։ Ռոմանոս Պետրոսյանն է ղեկավարը։ Նայում ես օրական ինչեր են հրապարակում, ինչեր են կերել, ու այս մարդիկ դեռ ներկայանում են բարերարներ։ Պատկերացնում եք։ Ու մարդիկը կան, այո, նրանք բարերարներ են։ Եթե գողացել է մեր ժողովրդի այն 3 միլիոնից ու տալիս է այս 5000 հոգուն, նա բարերար է։ Մենք 5000-ըս համարում ենք, որ նա ազգային բարերար է։ Թկած են 2.999.995-ի վրա։ Սա դեգրադացված մտածելակերպ է, ներեցեք։ Ես համաձայն չեմ։ Սա գողություն է իմ տնտեսությունից, իսկ իմ տնտեսությունը իմ անվտանգության թերևս միակ հուսալի բանն է, հենարանն է։ Որովհետև տնտեսական ակտիվության պարագայում ես կարող եմ ունենալ նորմալ երկիր իր նորմալ բանակով։ Սա հանվել է իմ տնտեսությունից։ Ստվերով։ Գողացվել է։ Արյուծը բա։ Գողացվել է։ Հիմա ով ինչ ես հասկանում եմ, կան մարդիկ, որ ունեցել են հարաբերություններ այս մարդու հետ, բա միլիարդատեր մարդ է եղել։ Ես ինքս ունեցել եմ 1-2 անգամ հանդիպումներ այդ։ Բայց ի՞նչ կապ ունի մարդկային այդ բան հարաբերությունը բոլորիս գողանալուն գնահատական տալու հետ։ Իսկ ես պիտի դուրս գամ, ասեմ, չէ, միևնույնն է, նրան պետք է բաց թողեք, ոչ գողաց, այսինքն եթե ես մի հատ գողություն անեմ, գողանամ։ Ինչ ինձ ծանոթները դուրս են գալու, ասեն,
Այդ ովքեր որ բողոքում են, որ գողացվել է, դուք բան եք, թշնամի եք, բայց այս բաներ են ասելու։ Շատ տուլիկ են բերելու, ինձ հետ էլ ես իմ կբերեն թե չեմ բերի։ Ինչ կապ ունի հարաբերությունները հանցագործության հետ, հանցագործությունը արդարացնելու հետ։ Կարճատար մեր եթերում։ Վերադառնանք ժողովուրդ ջան, վերադառնանք դեգրադացված պատկերացումների ոլորտ։ Ուրեմն այսօր Նարեկ Կարապետյանը վիդեո տեսանյութով հայտարարություն է տարածում։ Ինչ է ասում, ասում է այսօր մենք այցելեցինք Ստեփանավան համայնք, Գյուլագարակ համայնք, Ագարակ գյուղ, Կորթան գյուղ։ Այս բոլոր համայնքներում ուժեղ Հայաստանը ստացել է մեր հայրենակիցների գերակշիռ մասի աջակցությունը։ Մենք հաղթել ենք այստեղ։ Ընտրություններից առաջ մենք խոստացել ենք, որ երկրում պետք է լինի այսպիսի ծրագիր։ Այն ընտանիքում, որտեղ ծնվում է 5-րդ երեխան, մենք բնակարան պետք է նվիրենք։ Եվ հիմա այն տարածաշրջանում, որտեղ մարդիկ իրենց վստահությունը մեզ են տվել, մեկնարկում ենք այդ ծրագիրը Ստեփանավանի Գյուլագարակի Տաշիրի տարածաշրջանում։ Առաջին հայացքում ասում ես ինչ ա եղել, որ ոնց որ նորմալ բան է։ Մարդիկ, ովքեր որ քաղաքականությունից հեռու են կանգնած ու այս ամեն ինչի մեջ չեն մտնում, ասում են, ինչ նորմալ բան է։ Մարդը ասում ով մեզ ձեն ա տվել, հեսա նայում ենք ով 5 երեխայով ավել ունի, տուն ենք տալիս։ Ինչն ա վատ։ Հիմա ասեմ։ Երբ որ դու քաղաքական թիմ ես, ու ունես այդ ծրագիրը, հես օգոստոսի 2-ին առաջին նիստն է լինելու, Կիրակի օրով այո։ Երթումը կուտեք, կանցնեք աշխատանքի, կլինի կառավարության հետ հարց ու պատասխան, կներկայացնեք այս ծրագիրը, որպեսզի օրինագիծը կքննարկեք մի հատ, ընդունել կտակ ու կդառնա օրենք։ Որովհետև ինչ է նշանակում մեզ ընտրողներին, սա ինչ հետընտրական կաշառք է։ Այսինքն ձեր ծրագրի մեջ դուք գրած եք եղել, որ ովքեր մեզ ընտրեն, մենք նայելու ենք, մոնիտորինգ ենք անելու, հա, ու ովքեր ունեն 5 ավել երեխաներ տուն ենք տալու։ Էս է եղել ձեր ասածը։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ օրինակ իշխանություններն էլ կարող էին ասել, ովքեր մեզ են ընտրում, նրանց թոշակը 20,000 ենք բարձրացնում։ 10,000 չենք բարձրացնում։ Ովքեր մեզ չեն ընտրում, չենք բարձրացնում։ Կամ այդ նույն 5 եւ ավել երեխա ունեցողներից, ովքեր ընտրել են ուժեղ Հայաստանին, այդ տան տարեցները անվճար բուժօգնությունից չեն կարող օգտվել, ովքեր ընտրել են իշխանությունը կարող են։ Հա, սենց եք, դուք սա եք առաջարկում։ Այս կներեք արտահայտությունից այս ախմախությունը։ Եվ ինչն է հետաքրքիր, որտեղ որ մենք ասում ա շատ ձեներ ենք հավաքել, այդտեղից ենք սկսում։ Եղբայր, դուք ծրագիր եք ներկայացրել։ Ասել եք, որ 5 եւ ավել երեխա ունեցողները տուն են ստանալու։ Եկեք ազգային ժողով, ընդունեք օրինագիծ ու ինչ կապ ունի այդ մարդիկ ում են ընտրել։ Նրանք ունեն 5 եւ ավել երեխա։ Տվեք բնակարան։ Պետականորեն, այո, ես համաձայն եմ։ Հաշվեք, որովհետեւ ինքս լուսաբանել եմ, ինչ 5։ Ինքս լուսաբանել եմ 2-3 անգամ 8, 9, 10, 12 երեխի ծնողի եւ ավել։ Ովքեր որ պետությունից նպաստ չեն ուզել։ Ոչ մի բան ասել են ախպեր մեզ ոչ մի բան պետք չի։ Մեկը ասել է, եթե կարելի է իմ տան տարածքը օրինականացնենք։ Շո այդ տարածքը օրինականացնենք, չի ասում տուն տվեք։ Այն մյուսը ասում ախպեր ջան, եւ արդարացիորեն։ Ասում են ինչի՞ եք բան այն հերոս ծնողի կոչումը հանել, չէ՞ որ դա պարգևատրում էր, ինչի մեջ մտնում էր նաեւ որոշակի առավելություններ։ Ճիշտ է ասում։ Ճիշտ է ասում ոչ թե մենակ իր տեսանկյունից, այլ խրախուսական տեսանկյունից նույնպես այդ թվում։
Այսինքն դուք ձեր ծրագրի մեջ գրել եք մի բան, որը միտք չունեք բերեք օրենք դարձնելու, դա նշանակում է կաշառք։ Նարեկ, եթե տեղյակ չես։ Չնայած վստահ եմ տեղյակ չես, որովհետև այն քաղաքական գոհարները, որ դուք եք սփռտում դաշտ, ես հասկանում եմ, թե այդ միտքը ինչքան կարճ է, որքան այդտեղ քաղաքականություն բառը ոչինչ չունի անելու։ Սա է հարցը։ Ցնդելու բանը։ Ու գիտեք ինչ, մեծ հաշվով նմանություն կա։ Այ հանրապետականները հենց տենց է կառավարում էին երկիրը։ Իրենց ամենահավատարիմներին տալիս էին լուրջ արտոնություններ երկրի թալանից օգտվելու։ Ոստիկանները չէին ձերբակալում այդ մարդկանց, հələ փորձվեր մեկը մոտեներ նրանց։ Ոստիկանների կյանքը առհասարակ դժոխքի էր վերածվել այդ շրջանում։ Որ մեկին կանգնացնում էին, որ տուգանեին, ամեն մեկը մի քեռի եգան ուներ բանում, թե ազգային ժողովում, թե պետական ապարատներում։ Այսինքն անգամ հարկահավաքությունը չէին կարողանում հավոլ պատշաճի իրականացնել համապատասխան կառույցները։ Մի խոսքով գժանոց, պետություն չկար, համակարգ չէր աշխատում։ ԱԱԾ-ն զբաղված էր ավազի հանքերում փայ մտնելուց, սրան նրա վրա կոմպրոմանտ հավաքել ու ձեռներից բիզնես խլելով, այո, դուրս եկեք մի հատ շրջեք Հայաստանի Հանրապետությունով, շատ բաներ կտեսնեք, ունեցվածքներ, որոնք որ ապօրինի ձևով պատկանում են որևիցե երբեմնի ԱԱԾ-յականի։ Դուրս եկեք շրջեք, սա գյուտ չեմ անում։ Եթե ուզում եք, կարող եք ֆինանսավորեք առանձին մի հատ բան, ծրագիր բացեմ, կոնկրետ ԱԱԾ-ականների ունեցվածքների ԱԱԾ-ի գլխին ԱԱԾ խաղամ։ Բարդ բան չկա դա։ Ում պիտի բռներ ԱԱԾ-ն։ Եթե ինքը պիտի բռնելու փոխարեն ասել է լավ, այս ապօրինությունը կարա շարունակես, այն դեպքում եթե 50%-ը տաս ինձ։ Հետո ինքը գնար ում բռներ, ու ինքը իրան չէր բռնելու։ Այսպես երկիրը մեջ արած ապրում էին։ Այսօր բոլորի հայրենասիրությունը բռնել է, դուրս են եկել։ Գա իրենիքը, երկիրը տվեցիք, Արցախը, այն։ Լսեք, դուք Հայաստանը տեսել եք ում եք տվել, ում եք տված եղել։ Ուրեմն իջեք, հələ իջեք։ Պետականորեն, միջազգայինորեն, սուվերեն, տարածք, ինքնիշխան, իր ամեն ինչով երկիր տեսել եք ում եք տված եղել։ Մազ ենք հետ բերում։ Այնա մի հատ բաններ, մթերքներն էին, գյուղամթերքներն էին, տեսակ ինչ արեցին գլխներից։ Լավ էր, որ ստացվեց որոշակիորեն այդ հարցը լուծել, դեռևս էլի հարցեր կան, որ վստահ եմ կլուծվեն։ Բայց օրինակ, պարոն Պապոյանը մի քանի շաբաթ առաջ, օրեր առաջ, լավ, հա, ցենց ասենք, հրապարակում էր արել, թե քանի տոննա ինչ մթերք եւ ծաղիկներ դուրս են եկել եվրոպական որ շուկա։ Ինչքանն է իրացվել եւ այլն, առհասարակ այս ընթացքում բավականին ակտիվ էր պարոն Պապոյանը իր էջում։ Ես մի գրառման տակ գրեցի մեկնաբանությունների դաշտում, ասեցի պարոն Պապոյան, շատ քաղաքացիներ կապվել են, ձկան արտահանման հետ խնդիրը նույնպես բավականին լուրջ է, խնդրում ենք մի երկու բան էլ այդ թեմայով լուսաբանեք, հասկանանք ինչ կարելի է անել կամ ինչ աշխատանքներ են արվում, ուշադրության կենտրոնում է, տեղյակ չեք, մի խոսքով։ Այն ինչը որ իրականում կա, որովհետև այո, ձկնաբուծությամբ զբաղվող քաղաքացիներ կային, ովքեր ասում էին, որ ռուսական շուկան էր իրենց սպառման միջավայրը, մնաց, այն էլ հայկական տիրույթները, հա, ասենք։ Ռուսաստանի հայկական ավելի շատ հայերով բնակեցված վայրերը։ Հետո չեմ հետևել պատասխանել էր թե չէ ու հանկարծ այսօր ստանում եմ պատասխան, այսինքն գիտեք ինչ, կարող է քո հարցին հենց այդ բանը չպատասխանեն, բայց հաշվի են առնում, նկատում են։ Ու այսօր խնդրեմ կառավարության նիստում Հայաստանի Հանրապետության Եվրոպական հանձնաժողովից պաշտոնապես Հայաստանի Հանրապետությունը եվրոպական
հանձնաժողովից պաշտոնապես թույլտվություն է ստացել Եվրոպական միության երկրներ հայկական արտադրության սառեցված ձուկ, վերամշակված ձուկ եւ ձկնամթերք արտահանելու հնարավորության վերաբերյալ։ Հիմա այն քաղաքացիներին, ովքեր որ վիճում էին ինձ հետ, ասում են դու սատարում ես, ասում ես մի բան, տես հիմա բայ ես ինչ անեմ ես բիզնեսի հետ ու բավականին նեգատիվ եք արտահայտվում, ես հասկանում եմ ձեր բարկությունը, բայց ասում եմ եկեք մի քիչ տոնը փոխենք, կլինի, կստացվի։ Հա, դժվարություն է, բոլորով պիտի քաշենք, բայց կստացվի մի բան։ Կարող է այնքան էլ ձեր սրտով չլինի, բայց կներեք էլի, բա պետությունը ինչ պիտի անենք։ Հիմա տեսնում եք, որ եկակ իմ ասացին։ Կլինեն դեռ դետալային խնդիրներ, բնականաբար կլինեն, որովհետև նոր շուկա է, նոր իրավիճակներ են, բնականաբար լինելու են։ Այստեղ ես բան չունեմ, ընդհակառակ կարելի է ինչ-որ ասոցիացիա ստեղծել, քննարկում կազմակերպել, առաջարկներ, պահանջներ եւ այլն ներկայացնել քաղաքակիրթ ձևով։ Ես հասկանում եմ, որ ռուսական շուկայի հետ հարմար աշխատելը, որովհետև ռուսերենը դպրոցում ոնց չլինի, դանի այդ տելևիզոր ռադիո խալաձելնիկը գիտենք, բայց չեք կարծում, որ ժամանակն է միջազգային լեզու սովորելու նաև։ Եվ այո, երիտասարդներին ես իմաստով պետք է կոչ անեմ, որ չմտածեք, թե լավ դե ինչ ենք անում լեզվի իմացությունը, սովորեք, քանի երիտասարդ եք։ Շարունակենք։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հիշեցնեմ, խոսքը գնում է սառեցված ձուկ, վերամշակված ձուկ եւ ձկնամթերք։ Կենթանի ձուկ չէ։ 26 թվականին Եվրոպական սննդի անվտանգության համակարգը ներկայացնող մարմինը, իսկ սա բավականին բարդ համակարգ է, սա լուրջ ստանդարտներ են։ Հայաստանի Հանրապետությանը փոխանցեց, թե ինչպիսի ընթացակարգեր ու պահանջներ են պետք։ Այս ընթացքում բավականին աշխատանք է արվել։ Այսօր մենք ավարտում ենք այդ աշխատանքը։ Նախագծի ընդունումը ռազմավարական կարևոր քայլ է։ Հայկական արտադրանքի արտահանման նոր հնարավորությունների ստեղծման ճանապարհին դեպի եվրոպական շուկա եւ պայմանավորված է արտահանման գործընթացի համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովմամբ, նշեց նա։ Ըստ նախարարի, Եվրոպական միության երկրներ արտահանելու համար պարտադիր պայման են ձկնաբուծական տնտեսությունների կամ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների Եվրոպական միության առևտրի վերահսկման եւ փորձագիտական համակարգում գրանցված լինելը, ինչպես նաեւ Եվրամիության տեխնիկական կանոնակարգերին ու չափանիշներին համապատասխանությունը։ Համաձայն Եվրոպական միության օրենսդրական այդ համակարգում կազմակերպությունների գրանցումը պետք է իրականացնի տվյալ երկրի լիազոր մարմինը։ Մեր դեպքում որպես լիազոր մարմին սահմանել ենք ՍԱՏՄ-ին։ Նախագծով սահմանվում է գրանցման բավականին պարզ, թափանցիկ եւ միջազգային պահանջներին համապատասխան ընթացակարգ, ասաց Պապոյանը։ Վերջինս ընդգծեց. Եվրամիության երկրներ արտահանելու նպատակով արդեն իսկ 5 ընկերություն ցուցաբերել է հետաքրքրություն եւ սպասում է իրենց որոշմանը։ Այսինքն այն ստանդարտները, որոնք բարձր դրված են եւ համապատասխանում են Եվրոպական միության պահանջներին, այս պահին արդեն 5 կազմակերպություն դրել է։ Եվ Ժորժան, այո, այդ ստանդարտների մասը պետքա բարձրացնենք, այն հին ձևերով դալալություն անել էլ չի անցնում։ Աշխատում ենք Եվրոպայի հետ, աշխատում ենք ցիվիլիզованный երկրների հետ։ Ուրեմն այո, փաթեթավորումից սկսած, գոստից վերջացած սա պիտի համապատասխան լինի։ Եվ դրանից շահելու եք նաև դուք, որովհետև դրա արդյունքում այո, արժեքը բարձրանում է։ Բոլորս ենք շահելու, մենք էլ ենք այդ սննդամթերքից օգտվելու, ավելի բարձր ստանդարտ ունեցող սննդամթերքից ենք օգտվելու։ Եվ վստահությունն է բարձրանալու հայ արտադրողի հանդեպ եւ հայ արտադրողը նոր բաներ տեսնելու, նոր հարաբերություններ, նոր շփումներ ու նոր բիզնես մտահորիզոններ։ Սա կարևոր է։ Մենք այս սահմանափակված կաղապարված վիճակից պիտի դուրս գանք։ Կրկնում եմ, ես հասկանում եմ ռիսկերը։ Մարդը դրել ամբողջ կյանքը ներդրել է մի բիզնեսի մեջ, հարմարվել է արդեն, հարմարվողականության դաշտից դուրս գալու գնալ անծանոթ շուկա, անծանոթ ձևերով ինչ-որ բան փորձել անել, այո, դա ձեզանից թե ֆինանսական միջոցները խլելու, թե ժամանակա խլել, բնական է դա։
Ես դա հասկանում եմ, աջակցում եմ եւ կարծում եմ, որ նախարարությունները ձեզ իմաստով նույնպես պիտի որ աջակցեն, բայց նաեւ պիտի բոլորս հասկանանք, որ մենք չենք կարող մի նժարին դնել ձեր բիզնեսը, մյուս նժարին մեր պետության անկախությունը։ Եվ շնորհակալություն բոլոր մանր միջին մեծ բիզնեսմեններին, ովքեր իրենց ռեսուրսները, իրենց գործունեությունը դիվերսիֆիկացնում են, վերադասավորում են նոր աշխարհակարգի պայմաններին, նոր պահանջներին անտրտունջ ձևով։ Ձեզանից որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի իսկապես խորապես շնորհակալ եմ ըմբռնումով մոտենալու համար։ Եվ հաղորդման վերջնամասում մի թեմայի։ Ուրեմն դե հեսա ազգային ժողով կբերվի քննարկումների, խնդիրը դա չի եւ ավելի մանրամասն կծանոթանանք այդ անվտանգային նոր գործիքներին, բջջային հեռախոսների վերաբերյալ, դրա համար ես մի պահ տաքացել եմ, երկու հատ եթեր արել եմ թե Free News-ով, թե իմ անձնական էջով, բայց երբ որ կառավարությունից ստացվեց արձագանք, ես որոշեցի ժամանակավոր չանդրադառնալ, հասկանալու համար, թե քննարկումները, երբ իմացա, որ քննարկումներ են լինելու դեռ ազգային ժողովում, այդ օրինագիծը ներկայացվելու է ու քննարկումներ են լինելու, իսկ այդ քննարկումներում ավելի լավ կծանոթանանք իրավիճակին, բնականաբար։ Ուստի չարժի շտապել այդտեղ։ Պետք է սպասել, մինչև բերեն քննարկման դաշտ։ Իհարկե, այս թեման ես բացասական եմ ամենասկզբից իմ ռեակցիան տվել, հիմա էլ ամբողջովին դրական չի դարձել, երևի այն պատճառով, որ դեռևս մանրամասներին ծանոթ չեմ, բայց այնուամենայնիվ ընդդիմադիր շրջանակներ իրենց համարող որոշ բաներ, ուժեր փորձեցին դարձյալ մանիպուլյատիվ բաներով հանդես գալ, նյութերով հանդես գալ, տեսեք, ժողովուրդ ձեզ լսելու են, ձեզ այս են անելու, են անելու։ Ձեր անձնական տվյալները, լիչնե жизнь, բան, չգիտեմ, ինչ տիրույթ, ասենք մի ժամանակակից ինչ-որ տերմինոլոգիաներ կան, չէ, որ մինչև ուզում ես հասկանաս ինչ է ասում, արդեն ինչ-որ օրենք խախտած ես լինում։ Ուրեմն այս ռուսամետ ուժերը, ովքեր որ սենց խիստ վրդովված, վայ տեսեք, բան, բայց եկեք ժողովուրդ ջան, գնանք դեպի Ռուսաստան, այս սրանք մի հատ հարցի պատասխանեք, տեսեք, Ռուսաստանը օրենք է ընդունում, այսինքն եթե մենք ռուսական ազդեցության տիրույթում ենք մնում, մենք ուզենք չուզենք, օրինակ եթե Տաշիր Սամոն ընտրվել վարչապետ, ուզեր չուզեր օրենքը պիտի ընդուներ։ Ուրեմն միգրանտներին կպարտավորեցնեն Ռուսաստան ժամանելիս հեռախոս գնել, հեռախոսում կլինի էլեկտրոնային պրոֆիլ եւ ոստիկանությունում կիմանան յուրաքանչյուր միգրանտի գտնվելու վայրի մասին։ Խնդրեմ։ Հիմա այս ռուսամետ ուժերը, ովքեր որ Հայաստանում ցանկացած օրենքի դեմ ինչ-որ բան են գտնում խոսելու, չարթարացված ընդ որում։ Բա հենա Ռուսաստանում ոնց որ էս նայեք ինչի մասին է։ Եթե նա ինչ որ սերտիֆիկատներով լուրջ, չգիտեմ, միջազգային, ես շատ գիտեմ ինչ նորմերի համապատասխան է, սա ուղիղ հանցանք է քաղաքացու դեմ։ Ուղիղ հանցանք է։ Ինչ նշանակում որ ցանկացած պահի տվյալ երկրի բանը իմանա թե դու որտեղ ես, ասենք հատուկ ծառայությունը։ Ես զուգարանում ես։ Ինքը պիտի իմանա։ Աշխատանքի ես, օրինական ես աշխատում, անօրինական ես աշխատում, այս ամեն ինչի մասին է։ Եվ եթե Հայաստանում Քոչարյան կամ չգիտեմ ով էս ռուսամետ ուժերից մեկը, այս երկիրն էինք դառնալու։ Չնայած Ռուսաստանում արդեն ինչ օրենք ընդունում են էլ զարմանալու չի։ Այնտեղ արդեն մաքսիմում ձևերով իրավունքներ ու բաներ են սահմանափակվել, ազատ տեղաշարժերի իրավունքներ եւ անձնական կյանքի իրավունքներ, խոսքի իրավունք ոնց ուզեր սահմանափակել են ու դեռ շատ են սահմանափակելու։ Չնայած որ ցավոք սրտի մեր քաղաքացիներից մոտ 500,000 հոգի ասաց, հա մենք ուզում ենք ստրուկի կարգավիճակում լինենք ու ձայն տվեցին սրանց։ Եթերում ազատ շփումներ, կհանդիպենք։